Երևանի մետրոպոլիտենում վերջին տարիներին կատարվել են մի շարք կարևոր հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես էներգոհամակարգում։ Հիմնովին վերակառուցվել եւ փոխվել են թունելներում գտնվող հոսանքի սնման փոքր մեխանիզացիա արկղերը եւ գծային արկղերը, որոնցից օգտվում են բոլոր ծառայությունները, որպես հոսանքի մատակարարման աղբյուր։ Բոլոր կայարանների քարշային ենթակայաններում մենք փոխել ենք մարտկոցները, համակարգերը նորագույն տեխնիկայի պահանջներին բավարարող սարքավորումներ են եւ դրանց փոխարինելուց հետո մենք կունենանք հուսալի վթարային սնում, լուսավորության եւ ընդհանրապես պաշտպանության եւ ազդանշանման համակարգերում։ Նախատեսել ենք հիմնանորոգել նաև մեր քարշային ենթակայաններից մի ենթակայան, Սասունցի Դավիթ ենթակայանը, որը նույնպես կառուցման օրվանից չի ենթարկվել որևէ հիմնանորոգման, ամբողջ սարքավորումները ենթակայանի պետք է թարմացվեն եւ արդիականացվեն։ Սասունցի Դավիթ այս շարժասանդուղքը, որը չեն ավարտել, պետք է ապամոնտաժման աշխատանքներ անեն եւ մոնտաժման աշխատանքներ։ Գործարանային կայանում ապամոնտաժվել է 3 հատ շարժասանդուղք եւ տեղադրվել է եւս 3 հատ շարժասանդուղք նոր։ Համեմատած սովետական միության արտադրության շարժասանդուղքից իրենք շատ են խնայում էներգիան։ Փոխվել են կոմպենսատորային արկղերը, որը շատ ծավալուն եւ բարդ աշխատանք էր, կապված էր գնացքների շարժման հետ։ Աշխատանքները հիմնականում կատարվել են գիշերային ժամերին, ամբողջ 24 թվականի ամռանը եւ աշնանը մինչեւ ձմեռ հասցրել ենք փոխենք բոլոր սարքավորումները։ Մետրոպոլիտենի շահագործման տարիներից սկսած ոչ մի անգամ չէր փոխվել եւ գտնվում էին շատ վատ, քայքայված եւ ընդհանրապես հետագա օգտագործման համար ոչ պիտանի վիճակում։ Այս աշխատանքների հետ միասին այս տարի նախատեսվում է հիմնանորոգման ծրագրով նաև փոխարինել հպակային ռելսը սնող արդեն թունելների մեջ գտնվող ենթակայանների հարևանությամբ գտնվող փոխանջատման կետերը։ Յուրաքանչյուր էներգոհամակարգի անսարք դետալ էլեմենտ սարքավորում իր վատ աշխատանքի հետևանքով բերում է էլեկտրոէներգիայի որոշակի չափով գերածախսերի, բերում է աշխատող մասերի տաքացման, հին սարքավորումները շահագործելու ընթացքում բազմակի վթարային վիճակներ են ստեղծվում։ Շատ կարևոր է, որ շատ արագ տեմպերով փոխարինվի, արդիականացվի, որովհետև մեր համակարգերը շատ հին չափորոշիչներով արտադրված ուրեմն սարքավորումներ, որոնք վաղուց արդեն դուրս են եկել եւ օգտագործումից եւ արդիական չեն։ 44 տարվա ընթացքում մետրոպոլիտենը գոյատևել եւ գոյատևում է հենց սրտացավ եւ պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի շնորհիվ։ Փոխարինելով այդ համակարգերը, այդ սարքավորումները, ապահովում ենք մեզ եւ մեր ուղևորներին